Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, եթերում խաչմերուկ հավելված հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր խոսենք մի թեմայի մասին, որը կարծում եմ մեր հասարակությանը սկսել է հետաքրքրել։ Խոսքը Խաղաղության խորհրդի մասին է, որի անդամ վերջերս նաև դարձավ Հայաստանի Հանրապետությունը։ Փորձենք հասկանալ ինչ է ներկայացնում իրենից այդ Խաղաղության խորհուրդը, ինչպիսի հնարավորություններ ունի եւ ինչպիսի պարտականություններ ունի եւ արդյոք կարող է իրականում դառնալ միջազգային անվտանգության ապահովման համար լրջագույն գործիք, թե դա ստեղծվել է պահի հրամայականում եւ ունենալու է շատ կարճ կյանք։ Թեման կրկին քննարկենք Գևորգ հետ, ողջույն Գևորգ։ Ողջույն Գրիգոր։ Կարծում եմ թեման կարևոր է, հետաքրքիր է նաև մեր հասարակության համար, քանզի մոտ 2 օր առաջ, կարծեմ 3 չէ առաջին օրը Հայաստանը հայտարարվեց, որ դառնում է այդ կազմակերպության հիմնադիր անդամ եւ դա ներկայացվեց իբրև շատ դուրս ձեռք բերում աշխարհաքաղաքական առումով, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հետ կապված, այ փորձենք քննարկել հասկանալ ինչ է իրենից ներկայացնում այդ խաղաղության խորհուրդը եւ ինչ իրական հնարավորություններ ունի։ Ինչպես մենք մեր նախորդ բոլոր հանդիպումներում արդեն նշել ենք, աշխարհը այսօր զարգանում է, այսինքն իրադարձությունները զարգանում են շատ սրընթաց, գրեթե չես հասնում պահի տակ հետևել, թե ինչ է ռեալ պոլիտիկայում կատարվում, եւ այո, սա եւս մի շատ հետաքրքիր նորույթ, այսպես ասած, եղավ այս տարեսկզբին կամ նախորդ տարվա վերջին, այսպես ավելի ճիշտ կլինի ասել։ Դե հա, ի սկզբանե այս խորհուրդը պիտի ձևավորվեր Գազայում ստեղծված այո, խնդիրները կարգավորելու համար, այսինքն դա պետք է լիներ, այսպես ասած, մեկ անգամյա խորհուրդ։ Մեկ անգամից մեկ գործով զբաղվող։ Մեկ թեմայով զբաղվող, քեյզով, այսպես ասած, բայց մենք տեսանք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ընդլայնել շրջանակները եւ դա դարձավ ստատիկ հիմնական խորհուրդ։ Եվ ինչն է հետաքրքիր, կանոնադրությունը, որ կարդում ենք, Գազա անունը շատ հազվադեպ է սկսում հանդիպել։ Այսինքն գնալով ավելի քիչ է հանդիպում, այսինքն ստեղծվում է մի բանի համար։ Ես հիշեցնեմ 25 թվականի նոյեմբերին այդ մասին հայտարարվեց, որ պիտի ստեղծվի եւ դա ստացավ նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օրհնությունը, որ հույս ունեն իրենք, որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան այդ խորհուրդը ամեն ինչ կանի Գազայում իրավիճակը կարգավորելու համար։ Բայց այստեղ օրհնությունից ոչինչ չի մնացել ըստ էության եւ միջազգային իրավունքից ոչինչ չի մնացել, հաշվի առնելով թե ովքեր են այդ խորհրդի կազմում, ղեկավար կազմում։ Դա է ուզում ասեի, տեսեք, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան ի սկզբանե մերժել են անդամակցելը։ Օրինակ, ես նկատի ունեմ նույն Ամերիկայի, Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցներից եվրոպական որպես կառույց չկա, Եվրոյեմն որպես այդպիսին չկա։ Ես մի հետաքրքիր նյուանսի վրա էլ այստեղ ուշադրություն դարձրեցի, 5 անդամները նախին ԽՍՀՄ պետություններ են։ Հիշեցնենք մեր ռուսատետողներին, դա Հայաստան, Ադրբեջան, Բելարուս, Ղազախստան, Ուզբեկստան, այսինքն 10%-ը 59 անդամից 10%-ը նախին խորհրդային միության երկրներն են։ Բայց բավականին հետաքրքիր, եթե տեղի դասել խայտաբղետ կազմ է հավաքվել, ի սկզբանե նաև նույն ամերիկյան մամուլը Թրամփին փորձեց, դու չասեք մեղադրել, բայց նշեց դա, որ հավաքվել են միայն այն երկրները, իրանք նկատի ունեն իրենց տիրույթից, ամերիկյան աշխարհից, բարձամակներից, որոնք հարում են Թրամփի քաղաքականությանը եւ հղում էին արել Միլեին, Արգենտինայի նախագահին, բայց մենք տեսանք, որ հրավեր է ստացել նաեւ Բրազիլիայի նախագահը, որը ծախականներից է, ինչպես նաեւ Վիետնամը եւ Կամբոջան, որոնց եւս օրինակ այսօր չի կարելի ասել, որ աչակողնան իշխանությունն է։ Այո, բայց այստեղ մենք երբ որ կազմը նայում ենք, ակնհայտ է դառնում, որ սա ունի նաեւ որոշակի տրամաբանություն։ Եթե հետխորհրդային տարածքի երկրներին առնվազն Հայաստան, Ադրբեջան, Բելարուս եթե վերցնենք, դրանք այն երկրներն են, ովքեր կամ ում Թրամփի կարծիքով ինքը լավություն է արել եւ հիմա այդ երկրները պարտական են, օրինակ Հայաստան, Ադրբեջանը ինքը 30 տարվա հակամարտությունը 10 րոպեում լուծեց, ինչպես ինքն է ասում, Բելարուսի համար էլ Բելարուս Կալիում ընկերության վրայից պատժամիջոցները հանեցին, որի վաճառքի ստացած գումարը կազմում է Բելարուսի ընդհանուր բյուջեի մոտավորապես կեսը։
Եվ հիմա Լուկաշենկոն իրեն ինչպես ասում են պարտավորված է զգում գնալ եւ մասնակցել։ Վիետնամի հետ կապված այնտեղ կա Չինաստան եւ Վիետնամում ցանկանում է հակակշիռ ստեղծել, չնայած երկուսն էլ կոմունիստական վարչակարգ ունեցող երկրներ են, բայց կոմունիզմից բան չի մնացել։ Այո, այդտեղ կարելի ասել դա միայն շղարշ է անուն քողդ է մնացել եւ ինչպես նաեւ չմոռանանք, որ սկսված Բիլ Քլինտոնյան դարաշրջանից Քլինտոնի Վիետնամը մեծ հաշվով գրեթե լիովին միշտ բաց է եղել ԱՄՆ-ի համար։ Այսինքն իրեն հետ հարաբերություններ զարգացնել։ Ես ինչու եմ սա ասում եւ ինչու եմ իմ կարծիքը հենց ձևավորում սրա իման վրա, որ երկրները ուղղակի ընտրվել են հենց այդ լավություն արածի սկզբունքով կամ երկրներ են, ում հետ կապված Տրամպը հետո պլաններ ունի։ Տես Կամբոջա հրավիրում է, Թայլանդ չի հրավիրում։ Մինչդեռ նպատակի մեջ եւ խարտիայում հրապարակված նշվում է, որ կազմակերպության նպատակն է գործել այնտեղ, որտեղ կա պատերազմի կամ կոնֆլիկտի սպառնալիք եւ կարգավորել այդ հարցերը եւ այնպես անել, որ կոնֆլիկտ չլինի։ Պոտենցիալ կոնֆլիկտ։ Հիմա Կամբոջա, Թայլանդ, պոտենցիալ կոնֆլիկտ։ Այո։ Բայց Կամբոջան կա, Թայլանդը չկա։ Վիետնամ, Չինաստան, պոտենցիալ կոնֆլիկտ հարավչինական ծովի հետ կապված եւ նավթահանքերի հետ կապված, իմիջիայլոց Թրամփը առանձնահատուկ այսպես վերաբերմունք ունի նավթի հետ կապված եւ կարծես Թրամփը դառնում է համաշխարհային մարկեր, այնտեղ որտեղ ինքը ակտիվություն է ցուցաբերում, ուրեմն այնտեղ նավթ կա։ Այսինքն եթե դու չգիտես աշխարհի որ հատվածում կա նավթ, եթե Տրամփը ինչ որ մի տարածքի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում, այո, օրինակ շեղվելով թեմայից, այսպեսի մի բան ասեմ, ամերիկյան լրատվամիջոցները պարզում են, որ Կանադան կուլ տալու համար Տրամփը սկսել է սեպարատ բանակցություններ Կանադայի առանձին նահանգների հետ եւ այդ նահանգների շարքում առաջինը Ալբերտա նահանգն է։ Հիմա առաջանում է հարց ինչու։ Որտեղ Ալբերտա նահանգում կա նավթի խոշոր պաշարներ։ Այսինքն, եթե մենք վերադառնում ենք այս հատվածին եւ վերադառնում ենք խաղաղության խորհրդին, այն երկրներն են հրավիրված, որի հետ կապված Տրամփը ապագայում պլաններ ունի։ Բայց փորձենք հասկանալ, թե ինչ է սա, ինչ է ինչպիսի կազմակերպություն եւ արդյոք նա կարելի է որակել իբրև միջազգային կազմակերպություն, որտեղ դու շատ լավ գիտես, միջազգային կազմակերպությունը նա ունի առանձին ձևակերպում եւ որոշակի բաղադրիչներ, չգիտեմ, մարմիններ օժանդակ, կառույցներ, կառուցված համապատասխան խաղաղության խորհուրդը նախ արձանագրենք, որ չունի նման կառույցներ։ Այո, չունի, արձանագրենք, որ սա ինչպես նաև հենց արևմտյան մամուլը սկսեց գրել հատկապես այս ամիս հունվարին, որ այո, մի յուրօրինակ փորձ է ստեղծել հակակշիռ ՄԱԿ-ին։ Միանգամայն համաձայն եմ, հակակշիռ հենց արևմտյան մամուլը մարդ կազմակերպության հետ մենք գործում ենք ըստ էության։ Ինչպես նաև որ կարդում ենք դրա ապագա կանոնադրությունը, այսպես ասած, այնտեղ շատ լայն լիազորություններ են տրված հենց նախագահին։ Ինքն է որոշում։ Ինքն է որոշում։ Նույնիսկ անդամ դառնալ կամ դուրս գալ կազմակերպությունից միայն նախագահի որոշմամբ։ Կարծում եմ մեր հայրենակիցներին հետաքրքիր կլինի, թե ովքեր են այդ կազմակերպության գործադիր կոմիտեի անդամները։ Շատ հետաքրքիր է, ես մի փոքր այսպես աչքի տակով անցկացրի, ուրեմն նախագահ Տրամփ այդ խորհրդի մեջ են պետքարտուղար Ռուբիոն, Տրամփի երկու ներկայացուցիչները ռուս-ուկրաինական պատերազմում Վիտկոֆ եւ Քուշներ, այսինքն իր փեսան եւ իր ներկայացուցիչը, մի հատ ամերիկացի միլիարդատեր, ով Forbes-ի ցուցակում կա 8.2 միլիարդ դոլար կարողությամբ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բլերը, ով առանձնահատուկ վերաբերմունք ունի հանրապետականների նկատմամբ եւ հենց նրա նաեւ մասնակցությամբ այդ կեղծիքին նաեւս մասնակից դարձավ դավադրությանը Սադամ Հուսեյնի նկատմամբ եւ վերջում էլ խոստովանեց, որ ոչ մի զանգվածային միջոցառման զենք չկար այնտեղ։ Այո, մենք մեկը այս Բլերի շուրթերից դա լսեցինք։ Բլերը կա, բայց Մեծ Բրիտանիան չկա։ Այո, Բլերն է։ Բլերն ոչ թե գործող վարչապետը։ Այստեղ ես ցանկանում եմ նաև ի պատիվ որոշակի առումով Ստարմերի նշել, որ որոշակիորեն Ստարմերը Մեծ Բրիտանիայի ներկայիս գործող վարչապետը փորձում է այսպես դիմադրության կամ գոնե այսպես ինքնուրույնության ինչ-որ նշույլներ ցույց տալ, ի տարբերություն նույն Տոնի Բլերի, հետեւաբար Բլերը իբրև պարտական մարդ, ես ինչու եմ ասում, հավաքվել են պետություններ եւ նաև անհատներ, ովքեր պարտական են եւ ում Տրամփը կարծում է որ լավություն է արել ժամանակին։ Իրականում որ շատ օրիգինալ ձևաչափ է։ Բայց օրիգինալ է, ես համաձայն եմ։ Բայց ֆիքսենք մի բան, առաջինը, որպես կազմակերպություն
Խաղաղության խորհուրդը չի կարող դիտել իբրև միջազգային կազմակերպություն, չնայած Տրամպի հայտարարություններին, որովհետև այն չի բավարարում միջազգային կազմակերպության պահանջներին ուղղակի խոսքը գնում է այն խարիզմայի մասին, ինչպես կարող է միջին վիճակագրական մարդը ընկալել բոլորակում, այսինքն խոսքը գնում է ԱՄՆ նախագահի կողմից այդ պաշտոնը զբաղեցնելու խորհրդի նախագահի խարիզման, այդ բրենդը հասկացանք բրենդ, բայց արի նաև հասկանանք թե լավ, եթե դա մարդ կազմակերպություն է, այդ դեպքում այդ գումարները, որ հավաքվում են, խոսքը այս բային առնվազն 59 միլիարդ դոլարի մասին, այսինքն 59 պետություն, յուրաքանչյուրը 1 միլիարդ, Հայաստանի հետ կապված եղավ այդ խոսակցությունը, Հայաստանը չի վճարել, Հայաստանին անվճար, Տրամպի հետ կապված ոչ մի բան անվճար լինել չի կարող։ Կարծում եմ դու ինքդ կհամաձայնես, այդ մարդը ունի հստակ բիզնես մտածելակերպ։ Եվ առանց գումարի, եւ օբյեկտիվության համար պետք է նշել, որ դա այն ազդարարություն է, ով ունեցել է մեծ վերելքներ, մեծ ձախողումներ։ Մարդը երկու անգամ բանկրոտի է գնացել։ Այո, եւ կրկին կարողացել է վերականգնվել, ինչը բանկրոտի է գնացել, միտումնավոր բանկերի հետ կապված դա այլ հարց է, այո։ Բայց ինչևէ հարգանքի արժանի է։ Ես քավլից Տրամպի անձի հետ կապված այստեղ խաղի մասին չէ։ Ուղղակի փորձենք հասկանալ, եթե նա չունի օժանդակ կառույցներ, կազմակերպության մասին է խոսքը։ Եթե նա չունի ներկայացուցիչներ, եթե նա ոչ մի գործունեություն չի ծավալելու իր ներկայացուցչությունների միջոցով, ուր է գնում այդ 59 միլիարդը։ Եվ ինչի համար է հավաքվում, եւ արդյոք սա չի հավաքվում ուղղակի Տրամպից ինդուլգենցիա գնելու համար։ Դառնալու համար մի փակ ակումբի անդամ, որ հետո այսպես գլուխ գովեն, ասեն դե մենք այդ փակ ակումբի անդամ ենք, դրա համար մենք ունենք որոշակի առավելություն, բայց հայտնի էլ չի, թե ինչ առավելության մասին է խոսքը։ Ինչպես նաև չվրանք, որ դեռ մեծ հաշվով ամենը սաղնային իր վիճակում է, այո։ Իսկ ֆինանսական առումով գրեթե ոչինչ լրահոսում չի էլ գրվում այդ կազմակերպության հետ կապված, այսինքն չկա կոնկրետիկա։ Մի հանգամանքի վրա եմ ցանկանում ուշադրություն դարձնել։ Գաղտնիք չէ, որ անկախությունից ի վեր Հայաստանը միշտ ամերիկյան դեմոկրատական վարչակարգերի հետ է եղել շատ լավ հարաբերությունների մեջ։ Համեմատությամբ ինչքան հարաբերական, մենք հանրապետականների հետ այդպես լավ հարաբերություն, ի տարբերություն Ադրբեջանի, Ադրբեջանում է հակառակը, այո։ Հիմա ինչպես սա կանդրադառնա քո կարծիքով ապագա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, Հայաստանի անդամակցություն այս խաղաղության խորհրդին, որը կրկին իջեցնեմ, Տրամպի եւ Տրամպի շուրջ ստեղծված խորհուրդ է, ոչ ավելին։ Եթե Տրամպից հետո իշխանության գան, օրինակ դեմոկրատները եւ այսպես առանձնահատուկ վերաբերմունք սկսեն ցուցաբերել այն երկրների նկատմամբ, ովքեր եղել են Տրամպի ակումբակից, եթե ավելի պարզ խոսել։ Այստեղ այդքան էլ միանշանակ չէ։ Ամենայն դեպս ԱՄՆ-ի պես երկրները շատ ավելի երկարաժամկետ են գծում իրենց քաղաքականությունը։ Ասկի իրանք նման բոլոր ռիսկերը կարող են հաշվարկել։ ԱՄՆ-ի այո, բայց Տրամպը իր քաղաքականությամբ ցույց է տալիս, որ այսպես պետությունը ես եմ կարգավիճակով է գնում եւ այստեղ շատ քայլեր որ նա անում է հիմա կարող է թվալ թե այսպես մաչոյական, հա, այսպես ինչ որ բաներ է մտավ այլ երկրի ղեկավարին տեսեք ոնց գողացան բերեցին բան, բայց դա մեծ հաշվով ամերիկյան իմիջի վրա դրական ազդեցություն չի կարող։ Իհարկե ամերիկան շատ ավելի մենք ԱՄՆ-ն միշտ այսպես ասած դասական կոնսերվատիվ պրիզմայով է ավելի ընկալվել աշխարհում։ Համար մեծ նշանակություն է միշտ եղել, մեծ նշանակություն է ունեցել սեփական իմիջը աշխարհում։ Եվ դրա համար եմ ասում, հետեւաբար ինչպիսին կլինի դեմոկրատների վերաբերմունքը եւ ինչպիսին է դեմոկրատների վերաբերմունքը խաղաղության խորհրդի հետ կապված եւ այնտեղ անդամակցող պետությունների հետ կապված։ Եվ սա հետո արդյոք խնդիրներ չի առաջացնի հենց մեր համար։ Եվ որ ամենակարևորն է, դու նշեցիր սաղմնային վիճակում գտնվող մի կազմակերպություն։ Իսկ պետք է արդյոք այս պահին սաղմնային վիճակում գտնվող կազմակերպության անդամ դառնալ, այն էլ հիմնադիր անդամ։ Եվ դա ինչ է ըստ էության տալու մեզ։ Այո, սաղմնային ոնց որ ասած շրջանն է, բայց հաշվի առնելով, որ ամեն դեպքում միջազգային կազմակերպություն է, որի իրոք մենք
իրականում ձևաչափը Ձևաչափը չգիտենք, պարզը չի դա միջազգային կազմակերպություն է, ըստ էության դե միջազգային է այնքանով, որ այնտեղ տեսնում եք, մոտ 60 երկիր է հավաքվում, Գրիգոր այսպես ասել, ժամանակը ցույց կտա։ Միգուցե սա G7-ի կամ G20-ի նման ոչ ֆորմալ կազմակերպության օրինակ կարող է լինել, չգիտեմ, մեծ 59 կամ մեծ 60-նյակ։ Ինչու ոչ։ Բայց սա չի, չէ, դա հասկացա որպես ակումբ, ոչ պաշտոնական ակումբ, բայց դա դասել իբրև դասական միջազգային կազմակերպություն եւ կան մարդիկ, ովքեր ձեռնոց են նետում ՄԱԿ-ին, նշելով, որ Տրամպը իր համար առանձին ՄԱԿ է ստեղծում։ Այո, գործընթացները դրան են տանում, որ առանձին ՄԱԿ է ստեղծում։ ՄԱԿ-ի վարկանիշն էլ է ընկել աշխարհում։ Վարկանիշն ընկել է, բայց արդյոք սա չի բերի համաշխարհային քաոսի։ Արդյոք այդ դեպքում Չինաստանը չի գնա, օրինակ Սի Ցզինպինը չի գնա իր համար առանձին, չգիտեմ, չինական խորհուրդ ստեղծի, որի մեջ կմտնեն 60-ի փոխարեն 100 երկիր։ Քո ասացի վերաբերյալ, Գրիգոր, հենց գերմանական մամուլներ գրել։ Ահա, հետաքրքիր։ Գերմանական մամուլներ այս շաբաթ գրել, որ գրածել է, իհարկե մենք չունենք հստակ ոչ մի տեղեկություն, բայց իրենք, այսպես ասած, վերլուծություն էին արել, չի կարելի բացառել, որ նույն Սի Ցզինպինը ձեռնամուխ կլինի նման ձևաչափով մեկ այլ կազմակերպություն ստեղծել։ Օրինակ Հարավ-Արևելյան Ասիայում։ Ինչու ոչ։ Իր ազդեցության նույն Լատինական Ամերիկայից կարող են միանել նույնիսկ Սի Ցզինպինին։ Այնպես չէ, որ բոլոր լատինաամերիկյան պետությունները, մենք գիտենք, սա այն դարաշրջանը չէ այլևս նախկին, որ Լատինական Ամերիկան գրեթե բոլորը Վաշինգտոնյան ուղեցրին միշտ այսպես ասած հավատարիմ էին։ Վենեսուելայից հետո այնտեղ լուրջ փոփոխություններ են։ Այնտեղ ռիսկեր կան, արդեն իրենք էլ չէ լատինական երկրները վերլուծում, դա օրինակ իրենք էլ կարող են միանալ։ Աֆրիկյան երկրներ կմիանան պարտադիր։ Որտեղ չինական ֆինանսատնտեսական ազդեցությունը այլևս բավականին շոշափելի է։ Ավելին, Չինաստանը անգամ հիմա ձեռնամուխ է եղել Աֆրիկա հյուսիսից հարավ երկաթգծի կառուցմանը, դա շատ լուրջ մեգա պրոյեկտ է։ Դրան մենք կարծում եմ առանձին մի օր կխոսենք Աֆրիկայի մասին, քանզի այն զարգացումները, որոնք Աֆրիկայում են գնում, որովհետև Աֆրիկան, այսպես ասած, միշտ ուշադրությունից դուրս է մնում։ Իբրև հումք, բայց նույն Աֆրիկան էլ վաղուց այն Աֆրիկան չէ, որը կարծրատիպային կալման մեջ է եղել տասնամյակներ։ Շատ լավ, համաձայն եմ։ Հիմա փորձենք խոսել անվտանգության ապահովման մասին, որի մասին այդքան խոսում են եւ որը նաեւ իրենց խարտիայում է գրած։ Երբ ասում են, որ պետությունների միջև իրենք պետք է կանխեն կոնֆլիկտները, իրենք պետք է ամեն ինչ անեն խաղաղության վերականգնման, պահպանման համար, իսկ միգուցե մենք հակառակ գործընթացի հետ ենք գործ ունենալու։ Միգուցե հենց Տրամպն է այնտեղ այնպիսի քաղաքականություն վարելու, որ ստեղծվեն կոնֆլիկտներ, ինչպես օրինակ եղավ Կամբոջա-Թայլանդ, իմիջիայլոց Կամբոջա-Թայլանդի միջև, եթե կոնֆլիկտը այսպես միանգամից չստեղծվեր, շատ մարդիկ Կամբոջայի տեղը կարող է չիմանային։ Թայլանդը գիտեն իբրև հանգստավայր, բայց Կամբոջայի մասին կարող է եւ չխոսեն։ Կենտրոններից մեկը աշխարհի։ Այո, այսինքն իսկ միգուցե սա արվում է Կամբոջան վերջին անգամ ցավոք իհարկե Պոլ Պոտի օրոք է եղել բոլորի շուրթերին այդ պետության։ Միջազգային Վիետնամի հետ կապված են, այնպես չի, որ Վիետնամը մնում է համաշխարհային լրատվամիջոցների այսպես թոփ երրյակում եւ անընդհատ ամբողջ օրը խոսում են։ Վիետնամն էլ առանձնահատուկ երկիր է, իր առանձնահատկություններով, բարդ հարաբերություններով Չինաստանի հետ։ Եվ այդ առումով հետաքրքիր է Միացյալ Նահանգներին, եւ կարծում եմ հենց դրա համար է Վիետնամը ներառված նաեւ անդամների մեջ այդ 59 կատրամաբանություն մեջ, այո։ Իսկ միգուցե հենց դա արվում է այս խորհրդի միջոցով ուղղակի հիմնավորելու իրենց միջամտությունը այդ կոնֆլիկտին, դա անելու խաղաղության խորհրդի օրակարգով, տես ինչպես վարվեցին Գազայի հետ։ Գազան պատճառ էր խորհուրդ ստեղծելու համար։ Այո։ Գազան պատճառը 59 երկրի իրար հավաքելու համար, այո, բայց Գազայի մասին հիմա ոչ ոք չի խոսում, ավելին Տրամպը ցույց է տալիս, որ ինքը Գազայի հետ կապված բոլորովին այլ պատկերացումներ ունի, ինքը այնտեղ մերձավոր արևելյան ռիվիերա է, այո, կան համացանցում այդ լուսանկարները, անգամ կոչեր անում Գազայի բնակիչներին, կեսդ գնացեք Հորդանան, կեսդ գնացեք Եգիպտոս, այդ տարածքը ազատեք, դա այդ ափերը, ծովափերը ափսոս են, դա պիտի բիզնես նախագիծ որպես, հա։ Եվ արդյոք այս համաշխարհային այս նոր ձևաչափը, որ Տրամպը ստեղծում է խաղաղության խորհուրդ ասելով, արդյոք սա չի վերածվելու միջազգային մեծ բիզնես պրոյեկտի, հաշվի առնելով, որ չլսված բան
այդ խորհրդի մեջ մարդ, ով ընդհանրապես քաղաքականության հետ որևէ կապ չունի։ Խոսքը այդ ամերիկացի բիզնեսմենի մասին է, ինչքան հասկանում եմ, ինքն էլ ֆինանսավորում է նաև որոշակի։ Ինչպես մենք կրկին նշեցինք, դա հստակ բիզնես մտածելակերպ ունեցող ազնվորություն է Դոնալդ Թրամփը։ Եվ նման բարդ տարածաշրջանում, ինչպես մենք ենք գտնվում, այդ տարածաշրջանից երկու երկիր միանգամից մասնակցություն այդտեղ եւ Տրամփը, եթե դու ուշադրություն ես դարձրել, անընդհատ այդ մասին է խոսում, որ այ դուք ինձ պարտական եք, այ եթե ես չլինեի դուք ձեր կոնֆլիկտը շարունակելու եք, այ դուք հիմա դարձել եք լավագույն ընկերներ, լավագույն հարևաններ, անընդհատ դրա մասին է խոսում, չնայած Հայաստանի անունը նույն Կամբոջայի հետ է խառնում, Ադրբեջանի անունը, չգիտեմ, անընդհատ Նաև այ հետևյալն էլ կարելի է նշել, որ օրինակ նույն Բելարուսի պարագայում, չէ, նույն դեմոկրատական կուսակցությունը ամերիկյան, որը շատ ավելի կոշտ դիրք է միշտ գրավում ոչ դեմոկրատ ռեժիմների հանդեպ, դա ավանդական է ոչ դեմոկրատների, բայց այստեղ եւս կարծես ըստ արևմուտքի Բելարուսիայում տիրող իրավիճակը եւս հաշվի չի առնվում եւ այն հրավիրվում է։ Գիտես, այն քանի կան կրկնակի ստանդարտները, քաղաքականության մեջ հավերժական ոչինչ չկա։ Նաեւ պետք չէ մոռանալ այն, որ երբ որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեց ՆԱՏՕ-ն եւ հստակ նշվում էր, որ հիմնադիր երկրները բոլորը ժողովրդավարական են, այնտեղ հիմնադիր անդամներից մեկը Սալազարյան Պորտուգալիան էր, որը ընդհանրապես ժողովրդավար չէ։ Այո, մենք դեռ գնում ենք հետ ենք գնում, բայց մենք մեր աչքի առաջ ունենք, չէ։ Քանի դեռ կա Սաուդյան Արաբիան, խոսել են մասին, որ ինչ-որ երկրներում դեմոկրատական եւ ոչ դեմոկրատական վարչակարգեր են։ Դա ուղղակի հնարավորություն է միջամտելու այդ երկրների։ Որտեղ Սաուդյան Արաբիան, այո, ինքը տեոկրատիա է եւ վերջ։ Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, այսինքն BRICS-ը, Հնդկաստան, որը եւս այստեղ չի մասնակցում, բայց Պակիստանը մասնակցում է։ Սուպեր։ Պակիստանը մասնակցում է, այսինքն այստեղ էլ Տրամփը էլի կոնֆլիկտ է, կարծում եմ, ապագայում գեներացնելու, հատկապես Հնդկաստան, Եվրոպական միություն, ազատ առևտրի համաձայնագիրը, որ ստորագրվեց, դա չի կարող դուր գալ ըստ էության Տրամփին, ով Եվրոպական միության ղեկավար կազմի այդ establishment-ի հետ ունի առանձնահատուկ բարդ հարաբերություն։ Ինչպես նաև ասենք, որ ոչ թե գերացնելու, կարելի է այսպես դիտարկել քարտեզին նայելով, դույն Դոնալդ Թրամփը տեսնում է, չէ, որտեղ պոտենցիալ ամեն վարքյան գրեթե կարող է մի բան բռնկվի։ Պոտենցիալ անկայուն վիճակ է։ Պոտենցիալ անկայուն վիճակ կարող է բռնկվի։ Ուրեմն մենք գալիս ենք, ինչը բարբերաբար լինում էլ է։ Մենք գալիս ենք, այսպես մեր թեմայի տրամաբանական վերջնահարցին ըստ էության։ Իսկ խաղաղության խորհուրդը արդյոք ստեղծվելով չի նպաստելու երկարատև անկայունությանը երկրագնդի վրա, հաշվի առնելով այն երկրներին, որոնք ընդգրկվել են, եւ հաշվի առնելով նաեւ այն երկրներին, ում հետ իրենք ունեն խնդիր, բայց նրանք չեն ընդգրկվել։ Տես, օրինակ Շանհայի համագործակցության կազմակերպությունը լինելով սկզբում ինտեգրացիոն միավոր տնտեսական շատ կարևոր բան արեց։ 2019 թվականից մինչև Տրամփի նախագահ դառնալը Հնդկաստանը եւ Պակիստանը դառնալով Շանհայի կազմակերպության անդամ պատերազմ չվարեցին իրար հետ։ Այսինքն երթվյալ ճշնամիները կարողացան հավաքվել մեկ կազմակերպության տակ եւ այդ ուրեմն ռազմական գործողություններից խուսափել։ Եկավ Տրամփը հանկարծակի Հնդկաստան-Պակիստան սկսվեց պատերազմ։ Պակիստանը Միացյալ Նահանգների ավանդական դաշնակից, բայց չգիտես ինչու Միացյալ Նահանգները Հնդկաստանին է աջակցում Պակիստանի դեմ ռազմական գործողություններում։ Այսինքն տրամաբանություն Տրամփի չկա, շատ բարդ է։ Շատ բարդ է հասկանալ տրամաբանության ալգորիթմը, քայլերի հաջորդականություն, գրեթե խոսքը Տրամփի կամ այս կազմակերպության մասին չէ։ Գլոբալ աշխարհում համաձայն ես, որ այսօր ալգորիթմ չեն կարող տեսնել Տրամփը։ Համաձայն եմ եւ վերադառնալով եւ փորձելով ամփոփել այսօրվա մեր հաղորդումը, կարծում եմ բավականին այսպես ակտիվ եւ հետաքրքիր քննարկում ցավալեց։ Լավ ակտիվ։ Այո։ Մի բան հուսանք եւ ցանկանանք, որպեսզի այս կազմակերպությունը իրականում նպաստի համաշխարհային խաղաղության ապահովմանը, լինի կից ՄԱԿ-ին, ոչ թե փորձի իր վրա վերցնել ՄԱԿ-ի գործառույթները, չնպաստի քաոսի տարածմանը տարածաշրջաներում եւ այս կազմակերպությունը իջարս չօգտագործվի նրա կազմակերպիչների կողմից իրենց անձնական ցանկություններին հագուրդի։ Եվ ինչու ոչ, լինելով խաղաղության հետ կապված կազմակերպություն, խաղաղության հաստատման, ինչու ոչ, եթե ստացվի, թող ընդլայնվեն բիզնես կապերը։
Ուրեմն Ինչու թող, ոչ։ այո, ցանկանանք հաջողություն այդ կազմակերպությանը, չնայած բազմաթիվ հարցերին, որոնք դեռևս պատասխան չեն ստացել ըստ Բայց շատ արագ պարզ կդառնա։ Հուսանք։ Այս թեման էր հարգելի հայրենակիցներ, որին այսօր մենք ցանկացանք անդրադառնալ, խաղաղության խորհուրդ, ինչ է սա, ինչ գործ ունի այստեղ Հայաստանը եւ ինչ է տալու սա Հայաստանին։ Ըստ էության մեզ մնում է մի բան՝ սպասել, տեսնել, թե իրավիճակները ինչպես են զարգանալու եւ Հայաստանին ինչպիսի պահանջներ են առաջ քաշվելու այդ կազմակերպության կողմից, քանզի ինչպես գիտենք, ոչ մի պետություն հենց այնպես չի դառնում կամ չի հրավիրվում դառնալու նոր ստեղծվող միջազգային կազմակերպության կամ նոր ստեղծվող միջազգային ակումբի անդամ։ Սպասենք, տեսնենք իրադարձությունների զարգացման։ Այս թեման էր այսօր, շնորհակալ եմ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։